Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ ՊՕԱԿ-ի տնօրենը տեղյակ չի եղել, որ դասախոս ուսանողներին հրահանգում է մասնակցել վարչապետի հանրահավաքին։ Ըստ ՊՕԱԿ-ի տնօրեն Ջեմա Սարգսյանի, ձայնագրությունը գտնում է պատկան մարմինների ուշադրության կենտրոնում։ Երեքյան վաղը ժամը 5-ին մեր Կարմիր ակումբի հրապարակում պիտի հավաքվի երկու կուրսին էլ վերաբերվում է։ Ես հասկանում եմ, որ գյուղերից տեղից ունենք եկողներ, չի բացառվում, որ չկարողանան գալ։ Նայեք, տեսեք, ես պիտի իմ տնօրինության երեսը պարզանեմ, դուք էլ իմ։ Քիչ առաջ հայտնել էինք, որ Արմավիրի քոլեջի դասախոսի «Պետք է հավաքվենք» ձայնագրությանը գլխավոր դատախազությունը ընթացք է տրվել։ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունից պաշտոնապես հայտնել են, որ օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել Միասնության թևերկուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանի կողմից գլխավոր դատախազությանը հանցագործության մասին ներկայացված հաղորդմանը։ Ինչպես հայտնի է, մայիսի 15-ին հրապարակվեց ձայնագրություն, որտեղ լսվում է, թե ինչպես Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի դասախոսներից մեկն ուսանողներին ասում է. «Ժամը 5-ին Կարմիր ակումբի հրապարակում պետք է հավաքվենք»։ Իսկ այդ օրը հրապարակում քարոզարշավի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպելու էր արմավիրցիների հետ։ Երեխեք ջան, մոռացա ասեմ, համերգ կա լինելու։ Ինչու՞ չէ, համերգը կվայելեք, կդիտեք, լավ ժամանակ կանցկացնեք, ուղղակի չգիտեմ ինչն է պատճառը, բայց նաև հանձնարարված է, որ մաքսիմալ շատ լինեք։ Դրա համար է հանձնարարված, որ բոլորիս ներկայությունը պարտադիր լինի։ Ասում մի քաղաքականացկեք, ոչինչ ավելով բաներ մի գրեք։ Իմ ու ձեր քննարկելուն չի գալիս է ուղա գնում, ինչ ամ հասկացանք։ Գիտեք, ձեր մեջ ես ասում եմ մի քաղաքականացկեք, մի քննարկեք, դուք նորից շարունակվեք գրել, թե ու որտեղ երբ է գնում։ Ինչ է սպասվում ներկայացված հաղորդմանը եւ գլխավոր դատախազության սկսած գործընթացին, կհետևենք արդյունքներին։